Հորիզոնը շարունակում է աշխատանքը, բարև ձեզ։ Վարչապետը այցելել է հակակոռուպցիոն կոմիտե եւ ներկա գտնվել հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան եւ կառույցի կազմավորման 4-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը։ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է նաեւ այն հարցին, թե արդյոք Հայաստանում գաղտնալսում են բոլորին։ Վարչապետի գնահատմամբ հակակոռուպցիոն կոմիտեն այն ինստիտուտներից է, որի ձևավորումն ուղիղ կապ ունի 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հետ։ Ըստ Նիկոլ Փաշինյանի, հակակոռուպցիոն պայքարը քաղաքական կառավարող թիմի բրենդներից մեկն է, բայց հակակոռուպցիոն պայքարի այս բովում նոր հարցեր են գալիս, որոնց պատասխանները ոչ միայն չեն ունեցել ի սկզբանե, այլև ի սկզբանե այդ հարցերի գոյության մասին նույնիսկ չեն իմացել։ Այն միջավայրում, որը կար 2018 թվականին, այդ միջավայրում թվում էր, թե հակակոռուպցիոն արդյունավետ պայքար տանելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք եւ դրանով շատ հարցեր կլուծվեն։ Դա իհարկե ճշմարտություն է, որովհետեւ առանց քաղաքական կամքի բացակայության ընդհանրապես որևէ հարց հնարավոր չէ լուծել։ Այսինքն քաղաքական կամքն այն է, որ ինչքանով է կառավարությունը, քաղաքական իշխանությունը ցանկանում, որ այդ հակակոռուպցիոն պայքարը կոնկրետ դեպքում տեղի ունենա։ Եվ մենք նախ եկանք այն եզրակացության, որ քաղաքական կամքը արտահայտող կոնկրետ կառույց պետք է լինի եւ այդպես էր, որ նաեւ հանգեցինք, որ հակակոռուպցիոն կոմիտեն պետք է ձևավորվի։ Վարչապետը կարևոր է համարում բոլորին հասցնել այն ազդակը, որ կոռուպցիայի դեմ պայքարը լուրջ է, ամենևին էլ հումոր կամ կատակ չէ։ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է. եթե Հայաստանում կոռուպցիայի մակարդակն այնպիսին է եղել եւ այնպիսին է, ինչպես հաճախ լսում են, նշանակում է, որ շատերն են դրա մեջ ներգրաված։ Պատկերացրեք, այսքան մարդ ունի այդքան ծանոթ դասարանցի ընկեր, բարեկամ, բանակի ընկեր, հարևան եւ այլն եւ այլն։ Մի փոքր լավ վերաբերվի, ինչպես ընդունված է ասել, օպերատիվ օղակը։ Մի փոքր լավ վերաբերվի քննչական օղակը։ Մի փոքր լավ վերաբերվի դատախազական օղակը։ Մի փոքր լավ վերաբերվի դատական օղակը, հետո դատական օղակն էլ հələ 3 հատ կա։ Մի փոքր առաջին հացանը լավ վերաբերվի, մի փոքր վերաքննիչը լավ վերաբերվի, մի փոքր է վճռաբեկը լավ վերաբերվի, որևէ գործ տեղ հասնելու շանսը կորցնում է, բացարձակապես։ Իսկ այսպիսի միջավայրում հնարավոր չէ արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ, նկատում է կառավարության ղեկավարը։ Վարչապետն անդրադառնում է նաև տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի եւ իրավապահ մարմինների գործունեության միջև կապին։ Նիկոլ Փաշինյանի խոսքով, երբ իրավիճակն անկայուն է եւ լարվածություններ ու էսկալացիաներ կան, կապ չունի ինչով է զբաղված։ Քննիչ ես, դատախազ թե դատավոր, հնարավորություն չես ունենում կենտրոնանալ քո գործի վրա։ Հիմա, երբ որ ես հետևում եմ, տեսնում եմ, որ այդպիսի տպավորություն կա, որ հիմա իրավապահ համակարգը ավելի ակտիվ է, այդ թվում հակակոռուպցիոն